Ազգությամբ հայ երաժիշտներից շատերն են հետք թողել թե ռոքում, թե ջազում, թե ռոքնռոլում։ Պարզվում է նույնիսկ ռեգգի ոճում ստեղծագործող հայրենակից ունենք, ով իսկական հեղինակություն է իր բնագավառում։ Ջո Կորբու, իսկական անունն է Ջորջ Օհանեսյան, ռեգգի ոճում ստեղծագործող ֆրանսահայ երաժիշտ երգիչ։ Il s'envole la cortine là-haut, sur le rocher devient Ջո, գիտեմ ձեր իսկական ազգանունը Օհանեսյան է։ Այո։ Որտեղից էին ձեր նախնիները։ Որտեղից Ֆրանսիա եկած են։ oh là là, after genocide. Նախնիներս Ֆրանսիա եկան Օսմանյան Թուրքիայից, ցեղասպանությունից հետո։ Պապիկս երկար ժամանակ ապրում էր Օրդույում, Սևծովի ափին, իսկ տատիկս Սեբաստիայում։ Ջարդերի ժամանակ եւ մորական եւ հորական կողմի տատերիս եւ պապերիս, ինչպես նաեւ այլ ազգականներից բոլորին թուրքերը սպանել են։ Հայրիկիս հաջողվել է փախչել։ Մորական կողմի տատիկս մահացել է Դերզոր անապատում, իսկ մայրիկս իր փոքրիկ եղբոր հետ գաղթելով սկզբից հայտնվել է Հալեպում, այնուհետև Դամասկոսում, հետո Երուսաղեմում եւ արդեն վերջում որպես փախստականներ նրանք տեղափոխվել են Մարսել։ Մարսելում ինչով սկսեցին զբաղվել։ Because our boards very easy. Ինչպես գիտեք, առաջին աշխարհամարտից հետո միլիոնից ավելի ֆրանսիացիներ էին զոհվել, հիմնականում տղամարդիկ, ինչի պատճառով զգալիորեն պակասել էր աշխատունակ բնակչության թվաքանակը։ Դա հաշվի առնելով կարող եմ ասել, որ մայրիկիս եւ հայրիկիս Մարսել գալը գիտակցաբար է եղել։ Նրանք եկել էին աշխատելու իմանալով, որ հաստատ գործ կգտնեն։ Սկզբում մերոնք էլ անում էին այն ամենը, ինչով հնարավոր էր փող վաստակել։ Իսկ երաժիշտներ ձեր ընտանիքում եղել են, ձեր ծնողները երաժշտությամբ զբաղվել են։ My cousin. Քույրս դաշնակահարուհի էր, իսկ Բելգիայում ապրող զարմիկս Սերժ Ղազարյանը ջութակահար էր։ Նա նվագել է հայտնի Wallace Collection խմբում։ Հայտնի էր այդ խումբը մի ժամանակ, լավ երգեր էին կատարում։ Daydream. And my cousin. Այսինքն ես ընտանիքում առաջին երաժիշտը չեմ։ Իսկ դուք որ տարիքից սկսեցիք նվագել։ Me very young. Շատ փոքր էի, երբ սկսեցի, երևի 5 տարեկան։ Քույրիկս ինձ կիթառ էր նվիրել, այդ ժամանակ էլ սկսեցի նվագել։ Ռոքնռոլ էի սիրում կատարել։ Դա այդ ժամանակ բոլորն էին ռոքնռոլով տարված։ 16 տարեկանում սկսեցի հայտնի ռոք խմբերի երգերի քավերներ կատարել իմ առաջին խմբի կազմում։ Այդ ժամանակ դեռ հեղինակային երաժշտություն չէինք կատարում։ And cover only cover. Իսկ ռեգգիով երբ սկսեցիք տարվել։ 77. Ռեգգի սկսեցի նվագել 1977 թվականին Բոբ Մարլիի երաժշտությունը նրա փարիզյան համերգի ժամանակ բացահայտելուց հետո։ Dans la lumière infinie de tes rêves d'enfant. Dans la courbe de la course de la gazelle adolescente. Ջո Կորբուն համարվում է Ֆրանսիայում ռեգգի կատարող առաջին երաժիշտներից մեկը, սակայն ռեգգին իր համար բացահայտելուց առաջ նա այլ ոճերում է ստեղծագործել։ Իր կարիերայի սկզբում ռոք, ջազ ու նույնիսկ ֆրանսիական շանսոներ կատարում։ Մարսելում ու այնուհետ Փարիզում երաժշտական կրթությունը ստանալուց հետո 1971-ին նա հիմնել էր Albert and His Fanfare Polyoncetric կոչվող խումբը, որը ներկայացրել էր առաջին ֆրանսիական ռոք օպերան՝ ռոքերների անեծքը։ Հենց այդ շրջանում Ջորջ Օհանեսյանը վերցրեց Ջո Կորբու կեղծանունը։ 70-ականներին համագործակցում էր ակտուել եւ ջազ հոտ երաժշտական ամսագրերի հետ։ 1978-ին որպես դերասան նկարահանվել էր ռեժիսոր Մարսել Կամյուի Ճանապարհը երաժշտական դրամայում, ուր նաեւ երկու հեղինակային երգ էր կատարել։ 1978-ին Ջոն ներկայացրել էր ռեգգի ոճի իր առաջին ալբոմը, որը նվիրվել էր Եթովպիայի կայսր Հայլե Սելասիայի հիշատակին։ 1982-ին Կորբուն միացավ Men in the Hill կարիբյան խմբին։ 85-ին ստեղծեց սեփական խումբը, որը կոչվեց Ջո Կորբու Limited Company։ Այդ թիմի հետ նա ստեղծել էր իր ամենահայտնի կոմպոզիցիաները։
Ողջ կարիերայի ընթացքում մեր հայրենակիցը 12 ալբոմ է թողարկել, հարյուրավոր համերգներ է տվել տասնյակ երկրներում։ Armageddon, Radio Babylone, j'ai actuellement les 3/4 des ondes. Armageddon, Radio Babylone manipule tout le monde. Armageddon, le meilleur constate que bout la marmite dans sa boue la baisse. Le pouvoir du fric contrôle la machine. Alors plus du temps d'Armageddon. Aïe aïe aïe. Ջո, դուք կեղծանուն եք վերցրել, հա, հանդես եք գալիս Ջո Կորբու անունով։ Այո, ակրավ։ Ինչու որոշեցիք հայկական անունով հանդես չգալ, այլ կեղծանվամբ։ Անունս Քևորգ է, անունս։ In French-ին George։ Իսկ George Քևորգ է։ Իսկ Կորբու ինչ է նշանակում։ Կորբու one the vision։ Կորբու ֆրանսերեն նշանակում է ակրավ։ Ընկերուհիս ինձ սկսեց այդպես կոչել այն բանից հետո, երբ պատմեցի նրան իմ տեսած երազի մասին։ Երկար ժամանակ այդ նույն կրկնվող տեսիլքն էր գալիս երազում։ Մի մեծ ակրավ էի տեսնում երազում, ու այդպես ընկերուհուս շնորհիվ ինձ ընկերներս սկսեցին անվանել Կորբու, այսինքն ակրավ։ Ես էլ որոշեցի, ինչու ոչ, ակրավ լինելը վատ չէ, խելացի ու իմաստուն թռչուն է։ Այդպես Կորբուն դարձավ իմ կեղծանունը։ Իրականում ուրախ եմ, որ այդպիսի կեղծանուն ունեմ, քանի որ ակրավները բազմաթիվ ազգերի մոտ սուրբ թռչուններ են համարվում։ Հնդկացիներից, բնիկ ամերիկացիներից շատերը պաշտում են ակրավներին։ Այն առաջին կենդանին, ով ազատ արձակվեց եւ տեսավ ցամաքը։ Դրանից հետո արդեն Նոյնահապետը ոտք դրեց մեր սուրբ լեռան Արարատի վրա։ Ակրավս ասում է ռեգին։ Կարծում եմ իմ կուրք Բոբ Մարլիի դուրը կգար իմ կեղծանունը։ Բոբ Մարլին տեսել եք անձամբ։ Անձամբ ծանոթ չեմ եղել նրա հետ, բայց 2 անգամ եղել եմ նրա համերգներին Փարիզում։ Փորձ եղավ, փորձել եք անձամբ ինչ-որ կապ հաստատել, ներկայանալ։ Too much people։ Ոչ, ցավոք չէի կարողանա, քանի որ մեծ քանակությամբ մարդիկ էին հավաքված լինում։ Նա միշտ շրջապատված էր լինում հազարավոր երկրպագուներով։ Նա միլիոնների կուրքն էր, աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկն էր։ Կարծում եմ իմ առաքելությունը կայանում է դրանում, որ ռեգի միջոցով Բոբ Մարլիի քարոզած արժեքները մարդկանց համար ավելի հասանելի ու հասկանալի դարձնեմ։ Ես իմ լսարանին այդ արժեքները ֆրանսերեն եմ ներկայացնում երգերի միջոցով։ Իմ բոլոր երգերը ֆրանսերեն են։ Միայն մեկ անգամ եմ համարձակվել ֆրանսերենից բացի այլ լեզվով երգ գրել, ու այդ լեզուն հայերենն էր։ Մեկան երգ ըրի արևին սայնա։ In Հայաստանի language։ Ինչի որոշեցիք, որ հայերեն պետք է երգեք։ It's a long time. Երկար ժամանակ չէի համարձակվում հայերեն երգ գրել, քանի որ ցավոք շատ վատ եմ տիրապետում հայերենի լեզվին։ Բայց երբ 1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, զգացի, որ ասելիք ունեմ, ու այդ ասելիքը անպայման պետք է հայերեն ասեմ։ Երկրաշարժից տուժած հարյուրավոր հայաստանցիներ այդ ժամանակ եկել էին Մարսել։ Ընկերոջս հետ մի համերգ կազմակերպեցինք, որից ստացված ողջ հասույթը փոխանցեցինք տուժածներին որպես օգնություն։ Այդ ժամանակ մի հետաքրքիր բան մեջս փոխվեց։ Սկսեցի գիտակցել, որ Հայաստանը իմ երկիրն է։ Հայրենակիցներիս բեմից ուզեցա մայրենի լեզվով դիմել։ Բայց դա հեշտ չէր, քանի որ լեզուն գրեթե չգիտեի, որոշեցի մի քանի օր իրար հետևից հայկական երաժշտություն լսել։ Առաջին հերթին հոգևոր երաժշտություն։ Հետո անցա հայ աշուղների երաժշտությանը, ուշադրություն էի դարձնում թե խոսքերին, թե երաժշտության երանգներին։ Հայկական երաժշտություն լսելը դարձավ իմ առօրյայի մի մասը։ Ես ոգեշնչվեցի այդ ամենով ու ի վերջո հայերեն երգ գրեցի։ Սուրջա Ասφազվի նորանունն է Եգիպտոսին մեջ Քրիստոս եկավ երդասարդ լուսավոր տակավոր ուժով խոսե ժողովուրդը գրսե քեզի գսիրեն ինձի մեզ պիտի երկեն
Արևին сайн Հետաքրքիր է, հիմա որ Հայաստանում շատերն են ռեգի կատարում օգտագործելով հայկական երաժշտությունը, բայց դուք առաջինն եք եղել։ Ես, այո, երկու անգամ, երեք անգամ գիֆտ Այո, մի քանի անգամ կատարել եմ այդ երկը հայերեն, այստեղ, Մարսելում հայտնի Դուդուկահարի հետ, մոռացա նրա անունը։ Big Duduk Ջիվան Գասպարյան։ Non, Hoster Gopnagi and Levon Menasyan. Very beautiful in Dog du Sud. Հրաշալի երաժիշտ է, նրա հետ միասին հիանալի համերգ ունեցանք։ Շատ տպավորիչ էր։ Ես երջանիկ եմ, որ աշխարհում առաջին հայն եմ, ով ռեգի է կատարել։ Տարօրինակ է, բայց հայերեն լեզուն սազում է ռեգին։ Ու դա կարող է զարմանալի թվալ, չէ՞ որ ռեգին Ջամայկայի սևամորթներն են ստեղծել, այն շատ յուրահատուկ երաժշտություն է, ինձ համար ռեգին ամենաարտահայտիչ երաժշտական ոճն է, այն ինքնադրսևորվելու անսահման հնարավորություններ է տալիս։ Ռեգի երաժշտավոճը ստեղծվել էր անցած դարի 60-ական թվականներին Ջամայկայում, տեղավորելով կարիբյան երաժշտությունը ռիթմ էնդ բլյուզի շրջանակների մեջ ու համեմելով այն ջազի տարրերով, ջամայկացի երաժիշտները նոր ոճ հայտնաբերեցին։ Այն շատ արագ գրավեց միլիոնավոր մարդկանց սրտերը ողջ աշխարհում։ Ստեղծվելով Ամերիկայում ռեգին ընդգծում է Աֆրիկայի հոգևոր արժեքներն ու մշակութային ավանդույթները։ Ռեգի կատարող երաժիշտները հաճախ անդրադառնում են սոցիալական ու քաղաքական թեմաներին, քարոզում են ռասիզմի, հալածանքի, անհավասարության դեմ պայքարը։ Այդ երաժշտությունը հաճախ հասարակական տրամադրությունների դրսևորման միջոց է դառնում։ 60-ական թվականներին ստեղծված բողոքի երգերը կոչ էին անում ամբոստանալ համակարգին, պայքարել խտրականության դեմ, պատերազմ հայտարարել իմպերիալիզմին։ Միաժամանակ ռեգի ոճի երգերում հաճախ բիբլիական թեմաներ են արծարծվում։ Ռեգի խորհրդանիշ են դարձել դրեդ կոչվող աֆրիկական սանրվածքը, Ջամայկայի դրոշը ու իհարկե մեծ երաժիշտ Բոբ Մարլին։ Շոտլանդական ծագում ունեցող այդ ջամայկայացին ռեգի իսկական լեգենդ էր դարձել։ Մահից 45 տարի հետո էլ նրա գրած No Woman No Cry եւ One Love ստեղծագործությունները ընկալվում են որպես խաղաղության ու միասնականության անկրկնելի օրհներգներ։ In this great future, you can't forget your past. So dry your tears, I say, and no woman no cry. No woman no cry. Big live show. Ռեգին իմ աշխարհն է, ես երջանիկ եմ, որ հենց այս ոճում եմ ստեղծագործում։ Ու ռեգին ես պարտական եմ նաև նրանով, որ այդ երաժշտության շնորհիվ ես ծանոթություններ ձեռք բերեցի եւ մտա նոր մարդկանց միջավայր։ Ռեգիի շնորհիվ ես ինձ համար բացահայտեցի ռաստաֆարական մշակույթը։ Ես ոչ միայն այդ մշակույթի գրողն եմ հիմա, այլ նաև իմ արվեստի միջոցով ձգտում եմ տեղեկություններ տարածել ռաստաֆարական արժեհամակարգի ու գաղափարախոսության մասին։ Դե դուք գիտեք, կարծում եմ, որ ռեգի կատարող երաժիշտների մեծ մասը ռաստաֆարացի են։ Հետաքրքիր է, այդ մշակույթը դա ոչ միայն մշակույթ է, դա նաև կրոն է, հա։ Հա, եւ ինչն է ձեզ գրավել այդ փիլիսոփայա կրոնական այդ մշակույթում։ Me interesting different philosophy long time. Իրականում ինձ տարբեր փիլիսոփայություններ են հետաքրքրել։ 70-ական թվականներին Հնդկաստան կատարած իմ առաջին ճանապարհորդության ժամանակ շատ տարվեցի հինդուիզմով, թիբետյան բուդդայականությամբ եւ Թիբետի մեծ լամաների փորձով։ Ինձ այդ ամենը շատ էր ոգեշնչում։ Իսկ ռաստաֆարական մշակույթը ինձ համար հատուկ է նրանով, որ այն հանդիսանում է աշխարհի տարբեր փիլիսոփայությունների ժամանակակից խառնուրդ, միահյուսում։ Այդ փիլիսոփայական ուսմունքը առաջին հայացքից կարող է պարզունակ թվալ, բայց իրականում այն շատ հարուստ է։ Այնից դրական էներգետիկա է նվիրում։ Ի սկզբանե այս շարժումը սկսվել է Աֆրիկայի սևամորթներին ազատագրելու առաքելությամբ։
բայց հետագայում այն շատ ավելի լայն գաղափարներ ընդգրկեց ու ծավալվելով սկսեց գրավել նաև բազմաթիվ եվրոպացիների, ամերիկացիների ու ասիացիների սրտերն ու ուղեղները։ Ռաստաֆարությունը կրոնական ուղղվածություն ունեցող մշակութային շարժում է, որը ձևավորվել էր Ջամայկայում անցած դարի 30-ական թվականներին։ Այն միավորում է իր մեջ քրիստոնեական ու հուդայական հավատքի տարրերը, սևամորթ աֆրոամերիկացիների ավանդույթներն ու պանաֆրիկանիզմի գաղափարախոսությունը։ Ռաստաֆարական փիլիսոփայության կենտրոնում բոլորի համար ընդհանուր Աստվածն է, որպես նրա ներկայացուցիչ երկրում ճանաչում են Եթովպիայի արքա Հայլե Սելասիայի առաջինին, որին Մեսիային համարում։ Շարժման հետևորդները կարևորում են աֆրիկական ինքնությունը, կոչ են անում սևամորթներին հպարտանալ սեփական ժառանգությամբ ու վերադարձ կատարել դեպի արմատները։ Ռաստաֆարականները իրենց արժեքները քարոզում են ռեգգի երաժշտության միջոցով։ Գաղափարական ռաստաֆարականները պայքարում են սոցիալական անարդարության դեմ, մարտահրավեր նետելով արևմուտքի արժեքներին։ Աշխարհում քիչ չեն նաև մարդիկ, որոնք պարզապես պահպանում են ռաստաֆարության արտաքին ձևական կողմը։ Նրանք դրեդեր են կրում, կարմիր դեղին կանաչ գույների հագուստով զգեստավորվում, Բոբ Մարլի երգերն են լսում ու մարիխուանա ծխում, անտեսելով փիլիսոփայության իրական արժեքները։ Ռաստաֆանյանները նաև իրենց հոգևոր կուռք են համարում Եթովպիայի նախկին արքա Հայլե Սելասիայի։ Ինչ կապ ունի Սելասիան։ Նա Աստված չի եղել, բայց նրան Աստծոպես են պաշտում։ Աստված is a messenger, messenger because Սելասիան Աստված չէր, նա համարվում է աստվածային մարգարե։ Նա Սողոմոն արքայի ժառանգն է։ Իդեպ Եթովպիայի կայսր Հայլե Սելասիան հայերի մեծ աջակիցն էր ու պաշտպանը։ Ինձ համար դա էլ է նշանակություն ունեցել։ Մենք պաշտում ենք Հայլե Սելասիային, բայց ոչ իբրև Աստծո։ Կարելի է քրիստոնյա լինել, միաժամանակ նաև կրելով ռաստաֆարական մշակույթի ու փիլիսոփայության արժեքները։ Ես ու ռաստաֆարացի մյուս երաժիշտները այդ արժեքները քարոզում ենք ռեգգիի միջոցով։ Լավ, ինչ կապ ունի այս ամենի հետ ռեգգին։ reggae singer, reggae. Ռեգգի երաժիշտների համար ռաստաֆարությունը ոգեշնչման աղբյուր է։ Նրանք հաճախ են անդրադառնում ռաստաֆարական արժեքներին ու երաժշտություն գրելիս էներգիա են ստանում այդ փիլիսոփայությունից։ Ռեգգին այս մշակույթի մի մասն է։ Ռաստաֆարական մշակույթը անձամբ ինձ օգնում է ստեղծագործել։ Ես ոչ միայն այդ մշակույթի կրողն եմ, այլ նաև քարոզիչ է։ Կիսվում եմ իմ արժեքներով տարբեր երկրներում ունեցած համերգների ժամանակ։ Ma mère Méditerranée, j'en suis fier. Elle m'a donné à chanter. Roots rock, reggae, rub-a-dub style. 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 Roots. Attention maintenant, je dédie ce couplet à mon père, à ma mère qui étaient des réfugiés arméniens, orphelins, survivants, rescapés, victimes d'un génocide savamment orchestré, apatrides sans espoir de retour annoncé. La Turquie est toujours sur le banc des accusés. Le tyran continue de nier la vérité, malgré le sang versé sur la terre de nos. Քանի երկրում եք հանդես եկել որպես երաժիշտ համերգներով։ Alors, in Spain, Իսպանիայում, Չեխիայում, եվրոպական բազմաթիվ այլ երկրներում, երկու անգամ Ալժիրում, Լատինական Ամերիկայի երկրներում եւ բազում անգամներ Հնդկաստանում։ Առաջ շատ էի Հնդկաստանում համերգներ տալիս։ Իսկ Հայաստանում ինչու համերգներով երբեք հանդես չեք եկել։ me, I don't know, because not Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, պարզապես, ընդհանրապես ոչ ոքի այնտեղ չեմ ճանաչում, ոչ ոք հետս կապ չի հաստատում, բայց Հայաստանում նվագելը թե միայնակ, թե խմբի հետ իմ երազանքներից է, շատ կուզեի գալ ու նվագել հայրենակիցներիս համար, գիտեմ, որ Հայաստանում էլ ռեգգի ոճի երաժշտության բազմաթիվ սիրահարներ կան, ինձ պատմել են այդ մասին։ Բայց Հայաստանում եղել եք դուք։ One time, Megan Camp, Katsi, Megan Camp,
2004 թվականին էր ֆրանսիական պաշտոնական պատվիրակության կազմում էի ինձ հրավիրել էր մեր տեղական իշխանության մարմնի ղեկավարը 4 օր Հայաստանում անցկացրեցի, բայց հասցրեցի Երևանից ու Սևանալիչից բացի լինել նաև այլ շատ գեղեցիկ վայրերում, ցավոք այդպիսի հրավերներ հաճախ չեմ ստանում։ Ջո, հիմա շարունակում եք ստեղծագործել։ Այո, շատ։ Մեկ անգամ, երկու անգամ, ամեն օր։ Հիմա possible Վերջերս 5 նոր երգ եմ գրել։ Հիմա աշխատում եմ ստուդիայում դրանք ձայնագրելու ուղղությամբ։ Երևի թե 1 ամսից արդեն պատրաստ կլինեն։ Կկարողանամ դրանք ներկայացնել։ Աշակերտներ ունեք, ում սովորեցնում եք, ում հետ կիսվում եք ձեր գիտելիքներով։ Այո, bien sûr։ Պարտավոր եմ կիսվել ու սովորեցնել երիտասարդներին, չէ՞ որ ես Ֆրանսիայում առաջին ռեգի կատարող երաժիշտներից մեկն եմ։ Կարող եմ ասել, որ ես ռեգի նվագող առաջին ֆրանսիացի սպիտակամորթ երաժիշտն եմ։ Ինձանից առաջ եղել են, բայց միայն սևամորթներ։ Նրանք ոչ թե մայրցամաքային Ֆրանսիայում էին, այլ Գվադելուպայից, Մարտինիկայից։ Իսկ ես ապացուցեցի, որ եվրոպացին էլ կարող է ռեգի կատարել։ Ես նոր երանգ բերեցի ֆրանսիական ռեգին։ Ու պարտավոր եմ այնպես անել, որ այդ երանգը չմոռացվի ու զարգանա։ Ջո, ես մի մաղթանք ունեմ ձեզ։ Ինչի։ Վստահ եմ ձեր սրտով կլինի, որպեսզի Հայաստանում համերգ տակ եւ կիսվեք ձեր տաղանդով ու գիտելիքներով նաեւ հայ ձեր երկրպագուների եւ գործընկերների հետ։ Հենց դա եմ ձեզ մաղթում։ Շնորհակալ եմ, բարոն։ Ջո, մի փոքրիկ նվեր ունեմ այս անամոր կոչվող հրաշալի գինին Մանուկյան ընկերությունը արտադրել է ընդամենը 100 օրինակով մեր այս հաղորդաշարի հերոսների համար։ Մի լավ առիթով համտեսեք։ Շնորհակալ եմ։